Բարև ընկերներ, դուք տեղյակ էիք, որ Նիկոլ Փաշինյանի կուսակից համայնքապետը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցի։ Խնդրում եմ հավանել, տարածել տեսանյութը, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության եւ աջակցության համար։ Այսօր մի քիչ քաղաքական է լինելու մեր զրույցը, իհարկե համեմված բացահայտումներով։ Ընկերներ, այսպես, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը 2 օր է ինչ հրապարակում է ցուցակ նախկին ռեժիմների, քոչարյանական եւ սերժական, որոշ նախկին անդամների աջակցությունը եւ անդամակցությունը Տաշիրի Սամվելի ուժին։ Բայց կարծես այդ թերթը մոռանում է, որ Սերժի եւ Ռոբերտի բազմաթիվ թիմակիցներ, հատկապես 2021 թվականից այս կողմ, հանդիսանում են կարկառուն ՔՊԱ-ականներ։ Մի քանիսի մասին խոսել եմ, շատերի մասին էլ խոսելու եմ առաջիկայում, բայց այստեղ կարևորը այն է, որ ես ցանկանում եմ այդ ջրբաժանին վերջ տալ, առաջարկելով տարբերակ բոլորից ազատվելու, եւ ներկաներից, եւ նախկիններից, սկսելով միայն ժողովրդի հետ համատեղ երկրի շենացման process, բայց իհարկե սրա մասին դեռ վաղ է խոսելը։ Այսօր մի փոքրիկ անդրադարձ կկատարեմ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին, ով դեռ 2018 թվականին ջանք ու եռանդ չէր խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ կռիվ տալու համար։ Այդպես է, չէ, պարոն Սափեյան, հիշում եք, որ իշխանափոխությունից հետո ցույցեր էին ընթանում Տարոն Մարգարյանի դեմ, իսկ դուք ի աջակցություն հանրապետական Տարոն Մարգարյանի էիք ցույցեր անում։ Ժողովուրդ ուշադրություն։ Սիրելի երևանցի, սիրելիներս մոտ կանգնեք, խնդրում եմ մոտ կանգնեք։ Սիրելի երևանցիներ, մտածելու ոչինչ չունեք։ Երևանցին չի տալու իր Տարոնին։ Այո! Պարոն Տավրոս, դա հենց Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցել էին, այն ժամանակ էլ էիք պատրաստ ձեր շալվարը իջացնելու Տարոն Մարգարյանի համար, թե միայն հիմա եք պատրաստ դրանում։ Ընկերներ, կցանկանամ նաև խոսել Էդմոն Մարուքյանի մասին, Լուսավոր Հայաստան կոչվող կուսակցության ղեկավարի։ Պարոն Էդմոն Մարուքյան, խնդրում եմ ինձ եւ իմ հետևորդներին, ինչպես նաև մեկ ամբողջ հայազգի, ասել արդյոք դուք 2018 թվականի իշխանափոխությունից առաջ երբևէ հանդիպում ունեցել եք Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկեր, հանրապետական նախկին падգամավոր Արման Սահակյանի հետ Գյումրու Ձկան ձոր կոչվող ռեստորանում։ Եվ արդյոք ձեզ այդ ժամանակ առաջարկ է արվել, որ դուք Գյումրիից քայլելով գնաք Երևան, ինչի արդյունքում տեղի կունենա իշխանափոխություն, որին դուք թերահավատորեն եք մոտեցել եւ ծիծաղել եք։ Պարոն Մարուքյան, խնդրում եմ պատասխանել տվյալ հարցերին։ Շնորհակալ եմ։ Մեկ հարց էլ ցանկանում եմ ՔՊԱ-ականներին ուղղել, հատկապես Նիկոլ Փաշինյանին, բայց հարցերին կարող են պատասխանել նաև Գյումրիից Երևան քայլած ՔՊԱ-ականները։ Հարգելի ՔՊԱ-ականներ, խնդրում եմ հանրությանը ներկայացնել, արդյոք 2018 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ մի երիտասարդ աղջիկ WhatsApp ծրագրով ուղղություններ է տվել Նիկոլ Փաշինյանին, թե ինչ քայլեր անի, ուր գնա, այսպես ասած որոշ ուժերի կամ անձերի հետ միջնորդ է եղել։ Իդեպ այս հարցին կարող են պատասխանել նաև Սերժ Սարգսյանը եւ Միքայել Մինասյանը ևս։ Ընկերներ, ես այդ աղջկա մասին ունեմ բավարար տեղեկություններ։ Հարկ եղած ժամանակ կհրապարակվի նաև այդ անձի ինքնությունը, ով հեղափոխություն կոչվածից հետո շատ արագ կուսակցությունից դուրս եկավ։ Թե ինչու հիմա չեմ հրապարակում, ասեմ, որ դա իմ անվտանգության երաշխիքն է։ Ընկերներ, որքան ակտիվ կտարածեք իմ տեսանյութերը, այդքան շատ խնդիրներ կստանան իրենց լուծումները։ Վստահեցնում եմ մի բան, որ իմ նպատակները ազնիվ են, չեմ ծառայում որևէ քաղաքական ուժի, որևէ անձի, ինչ անում եմ ի բարօրություն մեր հանրության։ Հայաստանում չկա լրատվամիջոց, լրագրող, ովքեր կբարձրաձայնեն նման հարցեր, կլուսավորեն հանրությանը, միայն կարող են անիմաստ շոուներ սարքել, դրանով իսկ արժե զրկելով իրենց առաքելությունը։ Հույս ունեմ, որ այս հարցերին կպատասխանեն համապատասխան անձինք։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։